Շնորհակալ ենք Աստծո, որ մեզ հավաքեց անգամ եւս հոս, որբեսի երգրբակենք, փառավորենք իր սուրբ անունը եւ տեսնենք թե դեր ինչ ունի սելիք մեզ մեմեգուն այսօր մեզի պատրաստելու երկնային տակավորության համար։ Առաջին ինտերֆազը բիլա ծննդոց առաջին քուլուղ 26-րդ համար։ Աստվածը սավ մեր պատկերին ու նմանությամբ բեսն մարդ շինենք, մարտնենք։ Եվ նաև երկրորդ գլխուն 18-րդ համարը դեր Աստվածը սավ աղիք չէ որ ատամինա գլա անոր օգնական մնեմ իրեն հարմար եւ Աստված ատամին օգնական մշինեց եւ ատամ անոր անունի եւ ատրա Ինչու Աստված մեզ իր նմանությունով արավ եւ ինչ առավելություն ունենք մենք այդ օրտնուտենեն Հիմա պիտի գարտամ առաջին մնացորդած 5-րդ գլուխ 29-րդ գլուխ 5-ն 17 համարները Ներողություն 5 եւ 17 համարները ներողություն առաջին մնացորդած 29-րդ գլուխ 15-ն 17-րդ համարները Վասնզի մենք ու արջևետ մեր բոլոր հայրերուն բես օդարականներ ու բանտուղներ ենք երկրի վրա մեր օրերը շուքի բես են ու մնալու ու մնայուն բան մը չգա Ով դեր Աստված մեր Քեզի քու սուրբ անվանը շինելու դանը համար այս մեր պատրաստած բաներուն բոլոր արադությունը քու ցերկեդ է ու ամենքնալ քու գտիեն Որուն է ամեն բան իրեն գաբատկանի Եվ գիտեմ ով Աստվածին որտուն սրդերը Գպորցես եւ ուղությունը գսիրես ասոնք ամենքը ես ուղիղ սրդով ու հոժար գամքով ընձարի ու հիմա ուրախությամբ դեսատ է հոս գտնված ժողովուրդը քեզի գամավոր ընձագ մատուցանե Ուրեմն հոս հարցը այս է Բոլոր արադությունը կուցերկետ է ու ամենքն ալ կու գդեն Բոլորը քեզի է ու այս կնշանակե բոլոր աշխարհի վրա եղած ամեն բան որոնք կպատկանի Աստծո կպատկանի եւ մենք որոնք կպատկանենք մենք ալ իր պատկերով ստեղծված անձնավորություններ ենք որովհետեւ փնագենք իրեն հետ Ոս օրինակ մը պիտի դամ եւ պիտի շարունակեմ պատկամ Երբ ժամանակին ժողովուրդները Բարանը գգաբեին եւ հորի մեջ գնեդեին թույլը, որբեսի ճուր կաշե։ Երբ որ բարանը գիչացնեն ճուր հորի մեջ ճուրը կաշեն վեր։ Ժամանակ մի եկավ եւ գարձես մարտիկ ավելի իմաստուն եղան եւ գամալ սկսան աստծո ավելի մոտ ապրիլ։ Սկսան կորզիկի մասին մտածել, որ այդ բարանեն ցերպազատվին Եվ գրնան էլեկտրականությունով կամ հոսանքով մը թույլի իջեցնել վար եւ ճուրը կաշել։ Ուրեմն այսօր վրա աշխատանք դարին շատ մարտիկ եւ մեկը հաջողեցավ այդ մեքենան հնարել եւ էլեկտրականության գաբել եւ մենք այսօր որ կփնագենք այս ապերուն եւ ուրիշ ապերուն ալպնագոներ կան աշխարհի ումիս կոմերը բոլորն ալ կորզածեն այն Մեքենագազմը մեքենան որ գրնա հորեն ճուր կաշել եւ հազարավորներու ճուր հասցնել Այդ մեքենա շինողը որ այդ մեքենան գառուցանեց անոր ամեն մեկ անգյունը գիտե թե ինչ թրավ եւ ինչպես կկործե այդ մեքենան Բայց տուն եւ ես չենք գիտերադի ինչպես շինեց
Մենք միան գիտենք, թե երբ որ մենք ջուրը կփանանք, ջուրը կհոսի, ինչպես կուկա, ինչպես օրեն ջուր գառնեն, մենք չենք գիտեր, բայց շինողը գիտե։ Ուրեմն երբ որ այդ մեքենային փամը բադահի, այդ շինողին կհարցնեն, թե այսպես կբադահի ինչ եղավ արդյոք, կսի այսպես ռեք եւ պիտի շարունակի աշխատի։ Մեր երկնային Աստվածը մեզի միտք մտրավ։ Մեր քուխում մեջը։ Եվ այս մեր մտքին ղեկավարը ինքն է։ Եվ պիտի գարտանք այդ բոլոր համարները ինչ որ հոստավետը սավ ամեն բան քեզ մեջ է։ Հիմա պիտի գարտամ Երեմիա 13-րդ գլուխ 3-րդ համար։ Երեմիա 13-րդ գլուխ 3-րդ համար։ Tun ով դեր զիս ճանցար, զիս տեսար, ու իմ միտքս քո արջևդ քննեցիր։ Ով քննեց որում միտքը։ Երեմիա գսե, ով դեր զիս ճանցար, զիս տեսար, ու իմ միտքս քո արջևդ քննեցիր։ Ինչպես կրնա Երեմիա մարգարեն այսպես խոսիլ, զիս տեսար, զիս քննեցիր, որովհետև ծնունդոց արձանակրեց Աստված իրեն պատկերովը եւ իրեն նմանությունով երավ մարդը եւ անոր գլխուն մեջի ուղեղը դրավ անիգա շատ լավ գիտե որ քու եւ իմ ուղեղս ինչպես կաշխատի ոսը հարցը դի կանք Քուրս կարակելոց 15-րդ գլուխ 8-րդ համար Սրդակեդն Աստված վգայեց անոն Սուրբ Հոգին դալով, ինչպես մեզիալ։ Սրդակեդն Աստված, ով է Աստված, սրդակեդ է։ Այսինքն գիտե իմ սրդիս խորհուրդները, ու մտքիդ խորհուրդները, դու ինչ կանցնի մտքեդ անի շատ լավ գիտե։ Պիտի գարտամ Երեմիա 17-րդ գլուխ ներողություն 11-րդ գլուխ 17-րդ համար ներողություն Երեմիա 17-րդ գլուխ 7-10 համարները Երեմիա 17-րդ գլուխ 7-10 համարները Լամը դիգրեք Օրտնյալը լայն մարդը որ դրոջը գավավինի ու որուն հույսը դերն է Անիգա չուրորուկով դնգված ծարի բես բիդելլա որ իր արմադները կեդիկով երգնցնելով դակության կալը չի դեսներ հաբա անոր դերևները գանանչ կլան ու երաշտության դարին նեղություն չի կաշեր ու միշտ բդուղ բիդի դա Սիրդը ամեն բանը ավելի խապեպա ու խիշչար է, զանիկա ով գրնա քիտնալ։ Ես դերս միտքը կքննեմ։ Ով է կնող միտքը։ Ես դերս միտքը կքննեմ։ Ես քեզ ստեղծեցի իմ նմանությունովս։ Ես քո միտքդ կքննեմ։ Սիրդդ կփորձեմ, որբեսի թուն Որբեսի մարդուն իր ջամպաներուն համեմատ ու իր կորձերուն բդուղին համեմատ հադուցում ունեն։ Քննություն մգա։ Այս քննությունը ո՞ր մեկ ասկեց փախուս չունենա այս աշխարհի վրա։ Որ չափ միլիարավոր մարդիկ կան, Աստվածած բոլոր միլիարավոր մարդիկներուն կրնա քննել եւ կքննե։ Եվ գսե ինչու կքննե։ Թե միտքը կքննե Եվ թե սիրդը կպորցե, որբեսի մարդուն իր ջամպաներուն համեմատ ու իր կորձերուն բդուղին համեմատ հադուցում մնեմ։ Ուրեմն այս մեր ունեցած մտքին խորհուրդները, որ ինքը կքննե, այս խորհուրդներուն համար մեզի վարձատրություն մգա, եթե իրեն հաջելի է։ Հիմա պիտի գարտամ Ղուկաս 11-րդ գլուխ 17-րդ համար։ Լավ մտի գրեք։
Ղուկաս 11-րդ գլուխ 17-րդ համար։ Բայց Հիսուս գիտնալով անոնց խորհուրդները ըսավ անոնց։ Հիսուս ինչ գիտավ։ Մարդոց խորհուրդները գիտավ։ Այսինքն անոնց մարդոց խորհուրդները աստվածային կարողություն ունեցող մեր Քրիստոսը գիտավ, որ ասոն ինչ կխորին որ։ Դակավին իրենք չխոսած Հիսուսի։ Ամեն թակավորություն իրեն թեմ բաժնված գավերի եւ դունը իրեն թեմ բաժնված կգործվի։ Ուրեմն ինչ կահոս։ Խորհուրդ գիծող մգա։ Խորհուրդը հերույն հասկացող մգա։ Լսող մգա։ Իմ միտքս կարտացող մգա։ Հիմա պիտի գարտամ Ավետարանս Ղուկասու 9-րդ գլուխ 46-48 համարները։ Խորհուրդ մնալ մտավանոց մեջ արդյոք իրենց մեջ ով է մեծ։ Իրեն աշակերտներում մեջ խորհուրդ մտավ եւ նայեցեք 47-րդ համարը ինչ կսե։ Հիսուս անոնց սրդին խորհուրդները իմանալով Դակավին անոնք չխոսած Հիսուս իրենց խորհուրդները իմանալով այն Աստվածը որ զիս ստեղծեց իմ խորհուրդները սերույեն իմանա այն Աստվածը որ քեզ ստեղծեց քո խորհուրդները թերույեն իմանա ինչ որ գխորիս անիգա ժապավենի պես իրեն արչեվը արցանակրված է փախուս չի գա ինչպես որ եթե մեկը օրինակը դարբեր է բայց ասեմ եթե մեկը ավազակությունը երկրի մեջ եւ բեդություն իրեն հադաբանտելու լա անոր հերացայինին վրան անոր ադրեսին վրան անոր նկարին վրան ամենադեն հադաբանտե թե ուր է ասելով անիգա միան այդ տեսակ անձնավորությունները հադաբանտե բայց մեր Աստվածը մեր մտքերը հադաբանտե որովհետեւ ինչու որովհետեւ ինքը մեզ ստեղծեց իր պատկերով որբեսի կարողանա մեզ իր պատկերին կորզագիցնել Երկնային թագավորը նպատակ ունի իր ստեղծագործ անձին հետ Բարեկամություն եւ կորզակցություն ունենալ։ Ասի է ծրագիրը։ Աշխարհի մեջ ուրիշ ոյ մեկ գրոնք, ոյ մեկ առաջնորդ, ոյ մեկ որ հազարավոր գրոնքներ կան, ասոնց մեր առաջնորդներն ոյ մեկ ասեսակ բան չի գիտեր, որովհետեւ անոնք ստեղծագործներ չեն, անոնք մարդ է։ Բայց մեր Աստվածը ստեղծագործ է, մեզ մեր խորհուրդները կճանչնա։ Հիսուս անոնց սրդին խորհուրդները իմանալով դղամը արավ ու զանիգա իրկովը գայնեցուց։ Անոնք դակավին առանց բան խոսելու Հիսուս գայնեցուց իրեն արջևը բադանին։ Ուսավ անոնց ով որ այս դղան իմ անունովս ընդունի զիս կընդունի եւ ան որ զիս կընդունի անիգա զիս կրգող կընդունի վասենզան որ ծեր ամենում մեջ բզդիգ է անիգա մեծ պիտի ըլլա։ Ամեն մեկ նախատասություն մեկ տասախոսություն է ով որ այս տղան իմ անունովս ընդունի զիս կընդունի այսինքն եթե տուն բզդիկ զավակ մը կընդունիս Հիսուսի անունով որ ծառայություն լինես հոգ պիտանիս իրեն տուն ոչ թե որ զինքը կընդունիս այլ երկնային թագավորը կընդունիս քանի որ անոր միտքը Աստված ծրած է որ կրնա ապրել այս աշխարհի վրա եւ անիգա իրեն բաժնեգից է կորզագից է ամեն մեկ անձնավորություն այս աշխարհի վրա գուզե Քրիստոս իրեն հետ կորզագից ըլլալ մաս ունենալ մեկ մարմին մեկ խորհուրդ ունենալ Անի Հիսուսի ծրագիրը անիգա է Եվ ան որ զիս կընդունի անիգա զիս կրգող կընդունի ուրեմն ան որ զինքը կընդունի ան որ Հիսուսը կընդունի զիս կրգող կընդունի Եվ որ Հիսուսը կընդունիս ուրեմն ով ընդունած կլաս երկնային թագավորած Աստված ընդունած կլաս սրդիդ մեջ Բոլոր ծրագիրը երկնային թագավորության Հիսուս կփոխանցե շատ բարձ ձևով Ինչու համար քանի որ ինքը իր պատկերով ստեղծեց մեզ եւ դրավ միտքը մեր գլխուն մեջ որ կրնանք ինքը դաշտալ եւ հենց դաբրի Վասանցյան որ ծեր ամենուն մեջ բզիկ է անիգա մեջ բիդալլա ուր երկնքի թագավորության մեջ Մի դիգարտամ Սամոս 131
Ներողություն, Սամոս 139 առաջին համարեն, ով դեր զիս քնեցիր ու ջանցար, թուն գիտես իմ նստիլս ու ելլելս, իմ խորհուրդս հերույն իմանաս, իմ շավիղս ու բարգիլս կքնես, ու իմ բոլոր ջամփաներս գիտես, վասնզի բնավ խոսք չկա իմ լեզվիս վրա, ահա ով դեր թուն ամենը գիտես։ Անկամ եւս կարտամասի։ Դուք որ մտիկ կնեք, եւ անոնք որոնք ասենյակի մեջ են մտիկ կնեն։ Մենք երկնային թակավորությունով քննվող անձնավորություններ ենք։ Եվ մենք կքննվին մեր գործերը, որովհետեւ մենք իրեն կնմանենք։ Եթե մենք իրեն չնմանեինք, չեմ կարծեր, որ աշխապ մեզ հոգադար գդլար։ Ոյ մենք կենթանիներուն համար, ոյ մենք թրջիներուն համար, չոքոդանիներ համար ասված չսա որ անիգա իմ նմանությունով սերիանոր խելքին մեջ ես գիտեմ ինչ կդառնա ոչ։ Ոչ երկինքի թրջիներուն, ոչ կենթանիներուն, ոչ ածուգերուն, ոյ մենք չոքոդանի անակ պամուճի խոսվեցավ։ Բայց խոսվեցավ երկնային թակավորին գոմանե, որ տուն կքնես ու կջանչնաս զիս։ Տուն գիտես իմ նստիլս ու ելլելս, իմ խորհուրդներս հերույն իմանաս, իմ խորհուրդը սոս է, բայց տուն հերույն իմանաս։ Իմ շավիղս ու բարգիլս կքնես, ու իմ բոլոր ջամփաներս գիտես։ Վասնզի բնավ խոսք չկա իմ լեզիս վրա, ահա ով դեր տուն ամենը գիտես։ Այսինքն մենք այս աշխարհի վրա որ գաբրենք, մեր խոսքերը եւ մեր խորհուրդները արդեն այնպես մլարված են երկնային թակավորության կողմանը, որբեսի մենք կարողանանք այնպեսի կյանք մփնագել այս աշխարհի վրա իրեն մեկ մասը լալով։ Մենք անձնական independent մարդիկներ չենք։ Ինչպես ցուն եւ որերգի մեջ գաբրիս եւ անոր անցակիրը գունենաս, որ քաղաքացին գլաս եւ հարցակնություններ գրնասնել, երկնային թակավորությունը ցուն իրեն կպատկանիս, որովհետեւ ցուն իրեն նման է ստեղծված ես։ Ցուն երկնային թակավորության մեկ անդամն ես, եթե Քրիստոսը ընդունած ես։ Ուրեմն եթե երկնային թակավորության մեկ անդամն ես, ուրեմն քո մտքիդ խորհուրդները երկինքեն արդեն դեպաբնտվին եւ գտեսնեն, որ դու որքան մոտ կխորիս եւ որքան մոտ ես այն Աստծուն, որ քեզի ստեղծեց։ Ասի է ծրագիրը։ Հիմա պիտի գարտամ Մատթեոս 9-րդ գլուխ 48 համարները, Մատթեոս 9-րդ գլուխ 48 համարները։ Նայեցեք Հիսուս ինչ կխոսի։ 4-րդ համար։ Հիսուս անոնց խորհուրդները իմանալով ըսավ. Ինչու սերդարուտ մեջ չար բաներ գխորիկ։ Անոնք բամը չխոսեցան։ Բայց Հիսուս այդ սենյակին մեջ գիտավ, որ չար խորհուրդներ կան այս սենյակին մեջ։ Անոնց միտքը գարտած, անոնց սիրտը գարտած։ Եվ խոսեցավ այնպես բամը, որբեսի անոնք ճանչնան, թե ով է խոսողը իրենց։ Իրենց վարդապետն է, իրենց Աստվածն է։ Ինչու սերդարուտ մեջ չար բաներ գխորիկ։ Չվարեցան։ Ինչպես կրնա վարդապետը գիտնալ, որ մենք չար բաներ խորեցան։ Ով է այս վարդապետը։ Այս վարդապետը կոստատի չդե։ Որը ավելի թյուրն է, քո մեղքերը քեզին հերվազյան ասելը, թե ելի ռուկալե ասելը։ Հարցումս այս է ցեզի անոնք որոնք կխորիկ, ինչ կխորիկ, որ չար բաներ կխորիկ։ Որ մեկ ավելի թյուրն է ասելը։ Քո մեղքերը քեզին հերվազյան ասելը, թե ելի ռուկալե ասելը, անշուշտ ելի ռուկալե ասելը թյուրն է, բայց մեղքերը թողությունը քին մգա վճարելիք։ Բայց որբեսի գիտնակ թե որդին մարդու իշխանություն ունի երկրի վրա մեղքերու թողություն տալու։ Ոչ թե որ որդին մարդու իշխանություն ունի միտքս կարտալու եւ իմ պետքս ինձ հոգալու, այլ որդին մարդու իշխանություն ունի երկրի վրա մեղքերու թողություն ալդալու, որբեսի կարողանա իրեն մեկ մասը անել մեզ ամեն մեկ։ Այնադեն
անդամալուձի նսավ ելիր մայջդ ար ու դու նտկնա մեկ նախտաս անդամալուձը ռեգո Peren antamalıydı. Mahacılar odun ıtkına. İsus arınçı tapetsan orama. Bu çatsav kaşet. Mi amek naktasın khosetsav. Mahacılar odun ıtkına. Ani gale lav irdun ıkınats. Nerganer yerpesan zarmatsan. U paravoretsin asvats. Որ մարդոց այնպեսի իշխանություն դվեր։ Ո փարավորեցին, Աստված փարավորեցին։ Ինչ համար փարավորեցին, քանի որ անտամալուձը կալեց։ Անտամալուձը կալեց, Աստված փարավորեցին։ Մեղքերու թողություն դրվեցավ, որը պիտի փարավորես։ Երբ նա ինտակավորը պիտի փարավորես եւ պիտի աբրիսին պարկին համար։ Հիմա ցեզի պատմությունը պիտի գարտամ։ Ասենք բոլոր իրական կյանքի առնված են։ Մեկն է եւ գսե, աբակաս փայլուն գերևեր։ Երբ կառավարական պաշտոնյանես հանգստյան գոչվեցա, առաջին 4 ամիսներուն դերոջս հետ երջանկության ու ծառայության լավակույն վարկանները սանցուցի։ Ժամերով աստծո խոսքը գսերդեի ու իրեն հետ կխոսեի։ Աբա հուսադությունը հարվածեցիս։ Համ մի եկավ, խանկարիչ մի եկավ ասմարտուն։ Սակայն քանի ամիսի հետ վախաստու խորհուրդները սկսան բադել միտքս։ Չէի գիտեր թե ինչ կբադահեր ինձի։ Մարդուն միտքը կսկսի որ խանկարվել, բայց ով հետաբնտե որ իրեն հիմա ասված կդամնտե որ նայեցեք ինչ է ծրակիր։ Սուկրկես կտիմեի խոստումներ պնդրելով օգնություն ստանամ, բայց կար ժամանակի հետ դարձյալ գինայի վհադության փոսի մեջ։ Աշնան երկու գործողություններ ունեցավ, որոնց մեջ վիճակը վատտարացավ։ Սակայն գասկածեցա փրկությանս վրա։ Մտահոգ էի, քանի որ գկարծեի թե քրիստոնյա չեմ այլևս։ Դիգինս կաչալերեր զիս, ինձ հիշեցնելով թե Հիսուս Քրիստոս ընդունած էր որպես անձնական փրկիչ եւ երկար տարիներ անոր ծառայած էր հավատարմորեն։ Մինչ ֆիզիկական, սկացական կամ սատանայական հարցակումներու դակ էի, հավատքս կկեցավ։ Կարծես փորձիչը գսեր թե աններելի մեղ գործած էի։ Նայեցեք ասմտքին մեջ աշխատողը ով է հիմա։ Քանի որ ասված մարդուն մտքին դերն է գիտի ամեն բան, ուրեմն սատանային փորձությունը մարդուն մտքին մեջ կմտնե որբեսի մարդուն միտքը խանգարե իրեն հավատքին վրա եւ մուրնա իրեն որոն ստեղծված ասված որոն ստեղծած է ասված իրեն ստեղծած է ասելով եւ ինքը աստծո մեկ մասն է անոր զրակիր սատանեն զրակիր մարդուն մտքի մեջ մտնել եւ անոր հուսադեցնել որբեսի մորնա իրեն ճշմարտ Քրիստոսի ճշմարտությունը Յանքիս ընթացքին ռաս բոլոր մեղքերս դողանցեցին իմ աչքիս առջև դույշեի բոլոր սխալներս եւ այդ արիտները որ փախցուցած էի դորոջս համար կործելու Հիշեցի թե ինչպես երդասարտությանս ընթացքին կոչումը ստացած է աստծո թաշտի մեջ կործելու, սակայն այդ կոչումին մեջ ընթարաճած, հիմա որ հանգստյան գոչված էի, կապսոսայի, որ աստծո ծրագիրը մերժած էի եւ այլևս շատ ուշ էր ինձ համար։ Ուսահատության մեջ ընկավ։ Միտքը թշնամին իրեն միտքը կործանեց, կասկածության պատճառավ եւ հուսահատության մեջ ցկեց։ Հովիվից դիմեցի Նաև բժիշկիս, որ հուսահատության հագաստեցուցիչ թեղ մտա, որբեսի գրնամ հանգստանալ։ Թեև եկեղեցին գաճախեի, սակայն հանդարտապես չղային էի եւ դժվար։ Այս տարաբանկը շարունակվեցավ 6 տարիներ։ Անգեդո կամաց հավատքս վերակդա։ Դեր ինձ օրտնյալ
Հավաստիկը դվավ Եսայի 43 առաջին համարը։ Մի վախտար, վասնզի ես քեզի փրկեցի։ Քեզ քո անունովդ կանչեցի, դու իմս ես։ Աստված ինքը դարձնելու համար դարավ իրեն խոսքին։ Մի վախտար, վասնզի ես քեզ փրկեցի։ Աստված ինձ փրկեց։ Ով է ինձ հեռացնողը։ Այն տշնամին, որ ոչ թե իմ տշնամիս է, այն տշնամին, որ երկնքի թագավորության տշնամին է։ Երբ ճուրերն ասնիս ես քեզի հետ գդլամ, խավարը սկսավ փարադիլ, որոշեցին եղության մեջ համբերել, աղոթքով Աստծո սպասել եւ շատ ժամանակ անցնել Հիսուսի ոտքերունքով։ Անդրադարձավ մեկ նախադասությունով, որ երկինքեն եկավ իրեն սրբքի մեջ են։ Անդրադարձում ունեցավ։ Վերջնական հաղթականը եկավ 7 տարի հետ։ Մինչ 118 Սամոսը կգարտայի եւ 21-րդ համարը գսե Սուրբ ոգին հասկացուց ինձի, թե սա երտնային պատկան մներ ինձի համար, ու կոհանամ քեզմե ով ինձի կոհանամ քեզմե որ ինձի պատասխան դվիր, ու ինձի փրկություն եղար։ Այս համարին մեջ են երտնային լույսը փայլեցավ վրաս։ Երբ Աստծո խոստումին հավատալով ընդունեցի, որ անոր զավակն եմ, վհադության եւ հուսահատության խավարը, որ 7 տարի զիս պատած էր, վերացավ իմ վրա ես։ Վախաստու խորհուրդներս անհետացան, այլևս ազատած էի։ Գիտեի, որ երկրավոր հայրս կսիրեր զիս եւ հոն պիտի դանի ինձի։ Հուսահատության ծորեն ելելեն հետո դերը այս խոսքով զիս հուսատրեց, ցեզ պիտի դամ այն դարիներու բդոները, որոնք մարախ գերավ։ Իսկապես ասկե հետո դերը զիս սկանչելի հոգևոր ծառայության մգանչեց։ Ամերիկյան Սուրբ Քրոս ընկերության դրամատրված խցիկոմը սկսա շուգաներուն մեջ սուպ քիրքեր եւ Աստծո խոսքեն մասերը ծրվել, մեկ տարվա մեջ 8000-ն ավել Աստծո խոսքեն հատվածներ ծրվեցի կամ զախեցի։ Շատ խորած եմ, թե ինչու 7 տարվան խավար շրջանեմ անցա։ Լավ մտի գրեք։ Նապուկոտոնոսոր թագավորին պես, որուն մեղքը հբարդություն էր։ Կգարձեմ, թե ես անուն ախտեն վարակված էի։ Որ մեկ ախտեն վարակված է, հբարդության ախտ է։ Ուրեմն մարդը կներկայացնե, երբ որ հբարդություն ունենաս քո կյանքիդ մեջ, այն ադեն թուն թշնամին թուրը կփանաս, որովհետեւ քեզի հուսահատության դանի եւ նույնիսկ քո փրկությունը կասկածի վրա տնե։ Եվ ասիկա իր վկայությունն է։ Թեև գճանայի խոնարհ ապարքարել դրոջը հետ, սակայն շատ հբարդ էի խորքին մեջ։ Թեև արնակնաբես լավ կյանք գաբրեի, բայց ներքնաբես պետք եղածին չափ ուղիղ չէր թիրքս Աստծո հանդեպ։ Հոսպան մգա, մեքենա մգա, որ խանգարվեցավ 7 տարի։ Մարդուն միտքը խանգարվեցավ 7 տարի, իրեն հբարդության պատճառով արիթը կդավ թշնամին եւ ուզեց իրեն հուսահատացնել։ Բայց Աստված իրեն մեկ նախատասության համարով իդ դարձուց իրեն այդ խանգարված ուղեղը։ Մուդի գսե, թե կորզոն անցին կհամարեմ, որ հանգստյան կգոչվի, բնական է կասկածիլ երբության մասին։ Հանգստյան երբ որ մեկը գանցնի, հետևյալը կպատահի։ Երբ որ մեկը 40 տարի աշխատած է, 30 տարի աշխատած ընկերության մեջ եւ հանգստյան գանցնի։ Երբ որ հանգստյան գանցնիս, քո կորձետ հանգստյան գանցնիս, քո հավատքը չես կնար հանգստյան անցնել։ Հավատքը առօրյա Քրիստոսի հետ ներկայությունն է, որ կյանքիդ մինչև վերջը պիտի երթամ, մինչև դերը գանչե քեզի եւ հանգիստդ մտնես։ Բայց երբ որ շատեր հանգստյան գանցնին, որ ինձ լսած եմ, ինձ գան, ես հիմա ռիտայր եմ գսե, ուրեմն եթե դու ռիտայր ես, չես կնար Քրիստոսի մասին խոսի։ Մի ամբիդուրես մի խմես եւ բարգիս ռիտայրես հանգստանաս, չի գնալ լա։ Այդպես ման երբեք չխոսվեցավ Սուրբ գրքի մեջ։ Ինչ ասմարտը խոսեցավ։
Գիտեմ թե շատ քրիստոնյաներ հուսահատության խոր ջուրերն անցած են եւ անգասկած հազարավորներ ալ նույն վիճակներում մեջ են այսօր։ Շիրա կրնալա։ Այս կամ այն պատճառներով։ Ուստի իմ փորձառությունս բաժնեկցելով կուզեմ քաշալերել ցես թե պապուղին մույս կողմը լույս կա Փառք ու դամաստծով որ այս հուսահատութենեն 7 տարի վերջ ազատեց ու երջանկության ջամփում մեջ վերավ ինձի հետ եւ սորվեցա Հիսուս Քրիստոսի հետ կալել խոնարհաբար գիտագից թե առանց իրեն չի գնար ապրի այսօրվա մեր բարականերու մեջ մեր ղեկավար տասագարքի մեջ աշխարհի մույս երկիրներու ղեկավար տասագարքի մեջ երբ որ գտեսնես մարդիկ որ անոնց պատմությունը Երևան գահանեն 40 տարի առաջ ինչ ըրավ 50 տարի առաջ ինչ ըրավ մույսին պատմություն գահանեն 30 տարի առաջ ինչ ըրավ եւ այս ժողովուրդը անդեղի ժողովուրդը աշխարհի բոլոր վրա կսկսին մարդիկ դիտել եւ ասեն ասինչ տեսակ մարդիկ են որ այսպես երին կիծած եղեք որանոք որոնք այդպես կխոսին իրենք համնույնն են Աստված երբեք այդ բաները Երևան չուզեր հանել, որովհետև երբ որ Քրիստոսով տուն արյունով փրկված ես, այլևս տուն նոր ստեղծված մնես։ Բայց այն մարդը, որ կսկսի թեմացինին եւ մյուս կողմին աղդոդությունը կամ սխալները մեջտեղ հանել, պետք է գիտնա, որ ինքն ալ միևնույնն է, ինչ որ Հիսուս սկսե։ Դերը այդ հիվանդութենեն թողերուն է մեր աշխարհի վրա եղող բոլոր ղեկավարներուն եւ ժողովուրդներու մեջ։ Հիմա պիտի գարտամ առաջին Հովաննու 3-րդ գլուխ 20 եւ 21-րդ համարը։ Եթե մեր սրտերը մեզի մեղադրեն, մենք գիտենք թե Աստված մեր սրտերեն մեծ է եւ ամեն բան գիտե։ Անկամ եւս գարտամ։ Չեմ ուզեր հարևանցի անցնել ասնախտաշնորհ վրա։ Եթե մեր սրտերը մեզ մեղադրեն, ասել գուզե որ եթե քու սիրտդ գիտես որ քեզ մեղադրեց քու սխալիդ համար որ կործեցիր։ Մենք պետք է գիտնանք որ մեր Աստվածը որ մեզ ստեղծեց մեր սրտերեն մեծ է եւ ամեն բան գիտե։ Ուրեմն երբ որ Աստված ամեն բան գիտե, շատ թյուրին է շտկելը։ Երբ որ այդ Հորի մեքենան շինողին ասես որ ավրվեցավ, այդ շինողը գուկա եւ այդ հորի մեքենան ամիջապես կշինե եւ նորեն գրնաց չուտ կաշի։ Ուրեմն մենք ասված մունենք որ այս մեր մեխանիզմը, մեր այս ուղին գարուսումը եւ հավատքը գիտե, ուրեմն երբ որ մենք երեն գերտանք, ինքը փոփոխության գտնե մեր կյանքը, որովհետեւ կարողանանք կալել շիրակ ճամփու վրա։ Սիրելիներ, եթե մեր սրտերը մեզ չմեղադրեն, այն ադեն համարձակություն ունենանք Աստծո առջև գնալու։ Մեր սրտերը մեզ երբեք պիտի չմեղադրեն, եթե մենք Քրիստոսի կամքին համաձայն ապրենք եւ առաջին Թուղթովանու 3-րդ գլուխ 21-24 համարը Անոր բادվրանքները կբահե անոր մեջ կգենա ու Աստված ալ իր մեջ Աստծո մեր մեջ բնագիլը կգիտնանք Սուրբ Հոգին միջոցով որ մեզի դվավ անկամ եւս կարդամ եւ վերջացնեմ Անոր բادվրանքները կբահե անոր մեջ կգենա ու Աստված ալ իր մեջ Ուրեմն իմ մեջս Աստծո Հոգին կալու Սուրբ Հոգին ունենալու պայմանը Հիսուս Քրիստոսի գոմանը արձանագրված ավետարանս առաջին Հովաննու 3-րդ գլուխ կրնակ 19-ն մինչև 24-ը գարտալ անոր բادվրանքները կբահե որ մեկ բادվրանքները կբահե դա սատ բادվրանք կա եւ ադոր վրանալ իրարու սիրելու բادվրանքը կա քու տշնամից սիրելու բادվրանքը կա այն ադեն Անոր մեջ գենա ու Աստվածալ իր մեջ Աստծո մեր մեջ բնագիլը
գիտնանք Սուրբ Օքին միջոցով որ մեզի դվավ դեր օրներ սրբազան պատկամը դերև դա որ իր ծյուրուն մեջ հաստատ գնալով իր փառքին համար ապրելու հավատ կտնե մեր սրդերու մեջ մեր միտքը որ ինքը հերու ենք իմանա եւ գտեսնե Արթուն բահեներ միտքը որ կարողանանք ամեն օր իրեն մեկ մասը լալով քալենք այս աշխարհի վրա որ իրեն կպատկանի դեր օրտնեցես եւ բայեցես մինչեւ հաջորդ հանդիպում